Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել հաղթանակի օրվա մայիսի 9-ի առիթով նա նշել է, որ հաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը խորհրդային միության արևմտյան դաշնակցային բանակներում եւ ընդհատակյա դիմադրական խմբերում։ Վարչապետի խոսքով Հայաստանը այսօր գնում է այլ ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով եւ հավելել. մենք ունենք նաև մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը եւ այդպես էլ պետք է լինի, ասել է վարչապետը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել է Հաղթանակ զբոսայգի։ Նրանք ծաղկեպսակներ են դրել անհայտ զինվորների հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարել, անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցել, ֆաշիզմի դեմ մղված պայքարում նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին։ Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ եւս այցելել է Հաղթանակ զբոսայգի, ծաղիկներ խոնարել անհայտ զինվորների հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտման հետ կապված տեղեկություններ են փոխանցել միմյանց։ Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը եւ փոխանցել Ադրբեջանին բոլոր միջադեպերի վերաբերյալ։ Նաեւ Հայաստանի հայտարարած խախտումների մասին, որ Ադրբեջանն է կատարել, Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին եւ ակնկալում է մանրամասն տվյալներ դրանց վերաբերյալ։ Ադրբեջանը փոխանցել է տեղեկություններ ըստ իրենց կատարած խախտումների վերաբերյալ։ Մենք հետաքննություն ենք կատարել, պարզվել է ընդհանուր առմամբ խախտումներ չեն եղել, ասել է նա։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով երկրորդ գիշերն անընդմեջ ռուսական անօդաչու սարքերն ու հրթիռները չեն հարձակվել ուկրաինական քաղաքների վրա, միևնույն ժամանակ Դնեպրոպետրովսկի մարզի ռազմական վարչակազմը հայտնել է Նիկոպոլի եւ շրջկենտրոնի մերձակա բնակավայրերի հրետակոծության մասին։ Քաղաքը փաստացի գտնվում է ճակատային գծում Դնեպրի մի կողմում։ Գետի հակառակ կողմում ռուս զինվորականներն են հաղորդագրության համաձայն բնակավայրերը տուժել են անօդաչու թռչող սարքերի եւ հրետանու հարձակումներից։ Ռուս զինվորականները չեն մեկնաբանել այդ հայտարարությունները։